Սիրելիներս ողջույն, ես հիվանդանոցից եմ ձեզ միանում, Ռոնիից բերել ենք ակնաբույժի մոտ, խնդիր ունի աչքերի հետ կապված, տեսնենք ինչ է ասում բժիշկը։ Հիմա որ չի գալիս։ Հետո Քորա գալիս թե ոչ հիմա։ հիմա չէ, հետո կգա։ Հետո։ Վստահա որ հետո քոր կգա, հիմա չէ։ Բարձրացել ենք երրորդ հարկ, բայց երրորդ հարկում չէր, իջնում ենք ներքև։ I was reading instructions, that's why I got confused. I'm blinking all the time. Ինչ է քեզ ասում, դու բժշկին կասես ինչ է լինում, ցավում ա, քոր ա գալիս, երբ ա քոր գալիս, լավ։ Ինչ պիտի ասես բժշկին, ոնց պիտի ներկայացնես, որ ցավում ա, կամ քոր ա գալիս, որ աչքդ ա, ավելի շատ էդ աչքդ ա, բայց այս աչքդ էլ ա չէ քոր գալիս։ Չէ, ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա, միայն ավելի շատ գիշերն ա քոր գալիս, թե Գիշեր, որ ես քնում եմ, այսպես եմ անում։ Excuse me. Գնա, առաջ գնա։ Պարզվեց փոշուց ալերգիա է պարզապես։ Գնացինք տուն, ճանապարհը նկարեմ ձեզ համար մի քիչ։ Ասում եմ, այս ռիքշաները իսկական փրկություն են։ Ցանկացած պահի կարող ես կանգնեցնել, նստել ու գնալ ուր ուզում ես։ Իհարկե երկար ճանապարհի համար հարմար չէ, բայց կարճ ճանապարհի համար շատ հարմար է։ Էլ ավտոբուսից էլ չես օգտվում, այդքան մարդկանց մեջ չես նստում։ Ես 10 տարի Հնդկաստանում եմ ապրում, մի անգամ ավտոբուս չեմ նստել քաղաքային։ Այդպես։ Ռիքշա շատ եմ սիրում։ Դու սիրում ես ռիքշա բալ։ Այո։ Thank you, Doro. Սիրտս։ Սիրում ես բա։ Այո։ Ռոնի, հայկական դրոշի գույներն է։ Կարմիր կապույտ տիրանագույն։ Այսա մի հատ մտնում ենք մենք դեղատուն, իր դեղը գնանք։ Տեսեք, բաց դեղատուն է այսպես։ Այստեղ Հնդկաստանում շատ են բացօթյա դեղատները։ Այս դյադյայի մոտից միրգ գնենք, բանան։ Մնացածը լավը չի, տեսեք նորը լավը չի։ Տեսեք ինչքան ճանճ է հավաքված այս մրգի վրա։ Խուրմա է, արմավ։ Այս մանգոները թվում է թե խակ են, բայց չէ, ասում է քաղցր են։ Ասած են, ուղղակի տեսակն է այդպիսի։
Էքսո։ 250 is na assorted. Աչա։ 30 ռուպի 6 հատ բանանին եւ 100 ռուպի 4 հատ մանգոին, 1 կիլոգրամ մանգոին։ Արեգի համար կոկոս, մի հատ էլ կոկոս, 80 ռուպի։ Դու կուզես կոկոս։ Ինչի։ Քել։ Մաքրության ժամ է մեր շենքում։ Ապրի իմ տղեն, ապրի Ռոնի։ Դերասան, արի։ Ռոնին պիտի դերասանական խմբակի ուղարկենք։ Ես վերջերս ասում էր, ես էլ եմ ուզում ֆիլմերում խաղամ, նկարահանվեմ։ Դե պրծի, դպրոցից կուշանաս։ Հələ պիտի պատրաստվենք դպրոցի։ Սիրուն ես։ Ալերգիայի համար դեղ նշանակեց։ Ասաց մեկ ամիս կաթացրու, մեկ ամիս հետո գնա։ Արի, նորից եկեք տեսնեմ։ Արեք։ Ինչ ես անում, ցավդ տանեմ։ Խաղում ես դրանով։ Հավեսած զբաղվում է։ Ռոնի ֆուտբոլի համար ենք գնել սրանք, պարապմունքի համար, Արեգն էլ իր ձևով է օգտագործում։ Սիրելիներս արդեն ուշ ժամ է մեզ մոտ, ես նոր կաթ տաքացրեցի, ինչքան որ կաթ մնացել էր տանը, մի թեթև տաքացրեցի, որպեսզի մածուն պատրաստեմ, տեսեք, այսքան 2 գդալ մածուն եմ վերցրել, հիմա մի քանի գդալ կաթ կխառնեմ, մի քիչ առանձին մածունը մի քիչ կաթի հետ խառնում եմ, որպեսզի գնդիկներ չմնան, ամբողջությամբ հարվի, որպեսզի մածունը լավ տարածվի ընդհանուր կաթի մեջ, հետո դա ավելացնում եմ արդեն ամբողջ կաթին։ Որովհետև շատ ժամանակ մածունը հենց մի անգամից ամբողջ կաթին որ ավելացնում եմ, լավ չի հարվում, ինչքան էլ հարեմ, դրա համար քիչ քանակությամբ ավելի ճիշտ է հարել, հետո ավելացնել։ Իդեպ լվացք եմ միացրել, հիմա զուգահեռ լվացքի մեքենայի ձայնն եք լսում երևի։ Վերջ, հիմա փակում եմ շորերով եւ այլն, ծածկոցով չեմ ծածկում, որովհետեւ այստեղ տաք է եղանակը, մինչեւ առավոտ շատ լավ պինդ մածուն է ստացվում։ Ես ցույց կտամ ձեզ առավոտյան։ Եվ կարմիր բրինձ լվացի մի քիչ ջրի մեջ եմ թողնելու ամբողջ գիշեր, առավոտյան եփեմ, քանի որ սա ուշ եփվող է, դրա համար պարտադիր գոնե 5-6 ժամ պետք է մնա ջրի մեջ։ Տեսեք, մեր ընտանեկան լուսանկարն է ուսումնասիրում։ Ով է։ Հեսա։ Բոլորը միասին նկարվել ենք Ֆրանսիայում, ծնողներիս, եղբորս ընտանիքի հետ, բոլորս միասին ենք ցույց տուր, պահի։ Ով է։ Ով է, բոլ։ Ուր է պապիկը։ Ես իհարկե նորը կտպեմ, որպեսզի պահեմ։ Սա թողել եմ այսպես ձեռքի տակ երեխաները անընդհատ տեսնում են, Արեգը սիրում է վերցնի խոսի նկարի հետ, դրա համար Ֆրանսիայից ենք բերել ու երբ եկանք անընդհատ վերցնում էր, հետ հիշում էր էլի, երևի նայում էր մամայից ու հիշում էր, այդպես մինչև հիմա սիրով վերցնում նայում է։ Ուր ես դնում։ Ուր է, պապային ցույց տուր լավ, պապան ուր է բալ։ Տատիկ, պապիկ։ Պուպուշ արա, հլա, պուպուշ արա։ Պուպուշ։ Օ, գրկում ես։ Ուր է տատիկը, տատիկ, պուպուշ արա տատիկին, պուպուշ տատիկ, կողցրես, պուպուշ տատիկ, Ռոնիին ասել էի գնա քո սենյակ, մի քիչ գիրք կարդա կամ ինչ-որ մի բանով զբաղվի, մինչև Արեգին քնացնեմ գամ, միասին էլ ժամանակ կանցկացնենք, որովհետև ասում էր չեմ ուզում քնեմ մամ, բայց դե ես գիտեի էլի, որ քունը տանում էր,
Եկա տեսնեմ գիրքը ձեռքում քնել է եւ իջել հասցրել մի երկու պատմություն կարդալ, պարկելա ու քունը տարել այդպես քնելա։ Սիրելիներս հաջորդ օրն առավոտյան եմ նկարում, տեսեք գիշերը նուշել էի լցրել ջրի մեջ, ես նուշը եւ ընկույզը անպայման թրջում եմ, նոր օգտագործում ենք։ Սա էլ իմ մերած մածունը նախորդ գիշերվա, տեսեք ինչ լավ սերով է ստացվել։ Խանութից գնած սովորական կաթով այսպիսի մածուն չի ստացվում, համենայն դեպս այսքան սեր չի լինում մածունի վրա։ Գիտեք չէ, որ հնդիկներն էլ հայերի նման կաթնամթերք շատ են սիրում ու շատ են օգտագործում։ Հատկապես կաթն անպակաս է տներից։ Իհարկե բացառությամբ նրանց, ովքեր բուսակեր են եւ կենդանական ծագման ոչ մի մթերք չեն օգտագործում։ Առաջին անգամ Ռոնիի համար գնել եմ վիտամինային այս խառնուրդը, որ ավելացնում են կաթին ու խմում։ Վրան գրված է, որ 7 տարեկանից բարձր երեխաների համար է նախատեսված, մի շարք վիտամիններ է պարունակում, արմավով է քաղցրեցված, արտադրողը մանկաբույր է։ Ծանոթներիցս մի քանիսը շատ էին գովում սա, մտածեցի ես էլ գնեմ օգտագործեմ, տեսնեմ ինչպիսին է։ Այսքան տարիների ընթացքում Ռոնիին ոչ մի վիտամինային հավելումներով հագեցած այսպիսի բաներ չեմ գնել։ Միշտ ինքս էի պատրաստում ընկուզեղենով, խառնում էի կաթին, կակաոյի հետ, այդպես խմում էր։ Այսօր օգնականս պարաթա է ծխել մեզ համար։ Պարաթան կարտոֆիլով լցոնած լոշիկն է, խաշած կարտոֆիլը կտրատած սոխի հետ խառնում են, ավելացնում են համեմունքներ, լցոնում են խմորի մեջ եւ թխում գազի վրա, շատ համեղ է ստացվում։ Իսկ ես սաղմոն ձուկ տապակեցի, մի քիչ աղցան պատրաստեցի, վարունգով ու լոլիկով միայն, շատ բան չեմ խառնել իրար, ու դա դարձավ ինձ համար եւ նախաճաշ եւ ճաշ, քանի որ շատ ուշ էր արդեն նախաճաշ կոչելու համար։ Հետո սկսեցի պատրաստել ապուր արեգի համար։ Սկզբում կոկոսի յուղի մեջ շատ քիչ եփեցի սոխն ու գազարը, հետո ավելացրեցի նեխուր, կարմիր եւ դեղին պղպեղ, մի քիչ եփելուց հետո ավելացրեցի ջուր, հետո նախապես եփած կտրատած այծիկի միս, լյարդ եւ նորից նախապես եփած վարսակ։ Վարսակը ամբողջականն եմ օգտագործում, ոչ թե տափակեցվածը շատ մշակում անցած, այլ ամբողջական վարսակը նախապես թրջում եմ մի ամբողջ գիշեր, հաջորդ օրը եփում եմ։ Վերջ, մի քիչ էլ թողնում եմ համերը խառնվեն ու անջատում եմ։ Ես համեմունքներ չեմ ավելացնում արեգի ճաշերի մեջ։ Ինչ հոր դարատ անձրև է գալիս ժողովուրդ, ծառերը երևի կկոտրվեն, անցած տարի ծառեր էին կոտրվել այստեղ։ Օ լալա։ Փակեմ պատուհանը։ Սիրելիներս, շատ յուրահատուկ գնումներ եմ կատարել այսօր։ Հնդկաստանում ապրածս 10 տարիների ընթացքում առաջին անգամ եմ գնում պուջայի համար ամանեղեն։ Հնդկական տներում հիմնականում օգտագործում են այսպիսի մետաղյա ափսեներ, որ եւ չկոտրվող են, երկար ժամանակ, տարիներ շարունակ կարող են օգտագործել, կարիք չկա անընդհատ տարբեր ափսեներ գնելու կոտրվելու պատճառով, ինչպես նաեւ հեշտ է սալևանալը, մաքրելը, բայց ես Հնդկաստանում ապրելով տարիներ շարունակ անգամ մեկ հատ էլ այսպիսի ափսե չունեի տանը ու այսօր հատուկ առիթ կա ու ես սա գնեցի դրա համար, հիմա ասեմ ինչի մասին է խոսքը։ Հիմա գիշերը ժամը 11-ն է, վաղ առավոտյան ամուսինս կհասնի Մումբայ ու ես որոշել եմ, որ իր համար պիտի անակնկալ անեմ, ֆիլմերում տեսած կլինեք, երբ տան անդամը հեռվից գալիս է տուն, երկար ժամանակ անց այլ երկրից գալիս է տուն, մայրը, կինը, քույրերը ինչպես են դիմավորում, օրհնություն են տալիս հենց դրան շեմին, ափսեյով, ես էլ որոշեցի, որ այս անգամ պիտի անեմ դա, բայց դա արդեն կներառեմ հաջորդ վլոգում, այնպես որ սպասեք, սինդուր էի պատվիրել, կարմիր գույնը, բայց նարնջագույնն է եկել, չգիտես ինչի, երևի չեն ունեցել, նարնջագույնն են ուղարկել կամ շփոթել են, ու հարևանուհուս հետ էի խոսում, ասաց, որ ինքը ինձ համար կարմիր կում կուղարկի, տեսեք, սա կրակամանն է, սրա մեջ պիտի բամբակ դնեմ ու վառեմ, մի քիչ յուղ լցնեմ, սովորաբար հնդկական տներում սա պարտադիր է, այդպիսի տուն չկա հինդուի, որտեղ այս ամեն ինչից չգտնեք,
որովհետև դե իրենք միշտ անում են նման արարողություններ, բուջա աղոթք է կոչվում, մարդիկ կան, ընտանիքներ կան, որ ամեն առավոտ անպայման անում են բուջա, մարդիկ կան օրը 2 անգամ են անում, այնպես որ բոլորի տանը կգտնվի, բայց մեր տանն անգամ այս բամբակից չկար, հարևանուհիս հենց նոր ուղարկեց երեխայի հետ։ 11-ը չսխալվեցի, 10:30 է, ես ձեզ կհանդիպեմ վաղ առավոտյան, երբ արդեն պատրաստ լինեմ։ Մի խոսքով, բայց չթողնեք հաջորդ վլոգը։ Գնացի։